Բարի լույս սիրելիներս, նոր վլոգ ենք սկսում։ Մեզ մոտ օրը 5 շաբթի է, այստեղ ոչ աշխատանքային օր է։ Դրա համար բոլորը տանն են, ու Արմենս նոր արթնացանք։ Հիմա պետք է պատրաստվենք ու տնից միանգամից դուրս գանք, տեղ ենք գնում։ Ձելինք ես չգիտեմ ուր ենք գնում, Արմենիս գարշոկ եմ նստացրել, որ Լուլուն անի իրա։ Ընդհանուր այսօր ուզում եմ իմ ամբողջ օրը նկարեմ ու լինի առօրյա վլոգ, մեկ օրվա իմ վլոգը ստացվի։ Դե արա Լոլուն։ Ֆերդ, Ես արդեն պատրաստ եմ, սիրելիներս ներքին եք, հիմա Արմենին ինձ նախաճաշն եմ պատրաստում, ձու եմ պատրաստում և տոստ եմ լաքսով պատրաստում, որ ուտի ու հետո նոր դուրս կգանք։ Կերալ դու է։ Չէ։ Ինչի։ Մենք արդեն շարժվում ենք, Արմենիս մայքեն չի հագցրել, որ ուտելուց չկերտոտի, դրա համար հասնելուց կհագցնեմ։ Հիմա մենք կանգնեցինք Սպարտ բենզալացակայանի մոտ, դա բենզալացակայանի խանութն է, այստեղից մի քանի բան կգնեմ, նայեք, այստեղ անգամ բանջարեղեն կա, քիչ քանակությամբ ամեն ինչ կա, ու մրգեր կան։ Մենք եկել ենք 7 դրսը, հիմա ուզում ենք նավակ քշենք։ Նավակը ծածկով ժամը 45 եվրո էր, իսկ առանց ծածկի 30 եվրո էր։ Մենք վերցրեցինք ծածկով։ Լավ Արմեն։ Անցած վլոգում այստեղ էինք մենք գնացել պիրամիդե Քոգեր, հիշում եք? Եթե չեք տեսել, կարող եք իջնել ու դիտել։ Entena. Love, stop, Erika, stop. Հետ գնա։ Հետ գնա։ Տենց։ Հետ գնա, հետ։ Տենց, հոպ։ Այգում էլ այսպես փոքր լավ կա, ստխնում ես նոր ջուրը գալիս է։ Արմենի ջուրը կթարմացնեմ, որովհետև արևից տաքացել է, ու նորից կգնամ իրանց մոտ։ Քանի որ մեզ մոտ տոն օր է, դրա համար մի քանի խանութ է բաց լինելու ու ժամը 3-ից է այս բիլան բաց լինելու, դրա համար մարդիկ արդեն խանութի դիմաց սպասում են, մենք էլ մեքենայի մեջ ենք։ Մեզ մոտ ժամը 9-ը, մենք զբոսնում ենք, այսօրը կավարտենք այսպես, հնարավոր է ավարտենք։ Հիմա մի քիչ կզբոսենք, նոր կգնանք տուն։ Այդպես։ Նայեք, այստեղ դաշտի մոտ կտրտված, այսպես սիրուն դրած է փայտերը ու մարդիկ կարան գան իհարկե վերցնեն, այսպես նայեք, այստեղ է չկտրտված է
Բայց ոչ մեկ չի վերցնում, այստեղ տարածքը չի, տեսախցիկներ ընդհանրապես չկան, ընդհանրապես մարդիկ չկան, լրիվ ազատ տարածքա։ Ես այստեղ է լիքը, բայց ոչ մեկ չի վերցնում։ Բարի լույս սիրելիներս, մեզ մոտ ժամը 6-ն է, ես շուտ եմ քնիցս արթնացել, հիմա պատրաստվում եմ, մի քանի գործեր ունեմ քաղաքում, դրա համար ճուտիս հետ շուտ կարգնանք։ Այստեղ ժամը 1-ը ավտոբուսն աշխատում, դրա համար ամեն ինչ պետք է անեմ, որ գոնե 7-ին կանգառում լինեմ։ Արմենիս քունն էլ կխանգարվի, բայց ոչինչ շուշուտ sense չի լինում, 1000-ից մեկը sense դեպք է լինում, որ պետք է ես առավոտ շուտ ինչ-որ տեղ գնամ։ Եղանակը ամբողջ օրը նշված էր, որ անձրև է գալու ու ջերմաստիճանը բավականին ցածր է։ Դրա համար ես երկարաթև եմ հագնվել, ճուտիս երկարաթև շորեր եմ դրել, որ հանկարծ չմրսենք երկուսս էլ։ Սիրելիներս, մեզ մոտ արդեն 7-ն է ժամը, ես արդեն կանգառում եմ։ Տրանսպորտը կգա 7:10, դեռ ժամանակ ունենք։ Հիմա կսպասենք երթուղայինին ու կգնանք, տոմսը կառնենք։ Այսօր այդ պասպորտ սեղանը բացվում է 8-ից մինչև 12-ը, հուսանք մենք կհասցնենք, դրա համար շուտ եմ գնում, որ այնտեղ գոնե առաջիններից լինենք, մենք օնլայն հերթ չունենք, այնտեղ մարդիկ նաև գալիս են օնլայն հերթով, ոնց որ Հայաստանի բանկերում, որ կարող ես գնալ համ կտրոն քաշել, համ օնլայն, եթե արդեն ժամ ես վերցրած լինում։ Դրա համար մենք կգնանք, որ շուտ լինենք, գոնե մի քիչ շուտ հասնի մեր հերթը։ Հետո ճուտս արթնացավ քնից, իրան քնած հագցրեցի, կիսաքուն իջացրեցի, արդեն կայլասկի մեջ արթնացավ։ Ես ասի կքնի գոնե, միջև իր ժամը գոնե, միջև 9 կքնի, բայց չքնեց։ Դրա համար արդեն կգնանք, բայց խելոք դեռ նստած է իր սայլակի մեջ։ Գրված էր, որ 17-ա ջերմաստիճանը լինելու, բայց եթե անկեղծ հիմա 17-ին մոտ է, այս երկարաթևի եղանակ չի հաստատ, երկուսս երկարաթև ենք հագել, կարող ենք կարճաթև հագնել։ Անց 10-ը, մենք նստել ենք մեքենան, ավտոբուսը։ Մենք արդեն հասել ենք, դեռ 20 րոպե կա միջև բացվելը, կսպասենք, լավ շուտ ենք որ եկել, առաջիններից մեկը մենք կլինենք, այնտեղ հոգի կանգնած են երևի իրակին են սպասում, տեսնենք ոնց կլինի, հուսամ այսօր կհասցնենք։ Մենք դուրս եկանք Նագրիկի տեղից, այդտեղ ասեցին, բայց որ 29 հուլիսին դառնում 2 տարեկան, այնտեղ ասեցին ավելի լավ է 2 տարեկանը լրանա, օրինակ 21-ին հենց գաք, որովհետև եթե հիմա տանք, մինչև 2 տարեկանն է պասպորտը ժամկետ ունենալու, իսկ եթե 2 տարեկանից հետո գաք, մինչև 5 տարի է ժամկետ ունենալու, ասեց վճարը ընդամենը 44 եվրո է, նայք մոռ չկա։ Այսօր դպրոցները փակ են, որտեղ 3 ոչ աշխատանքային էր, դե համար այսօր էլ ոչ աշխատանքային են արել։ Շատ մարդիկ դե չեն աշխատում։ Այդպես։ Հիմա քաղաք կգնամ, մի հատ խանութ կմտնեմ ու վերբերից թվում է երևի պետք է հետ գնամ։ Հետո նենց որ դուրս եկավ, որ անիմաստ չէր, իմացանք, մնաց ծնունդից հետո գանք, իր տարեդարձից հետո։ Լավ, երկարացնենք։ Մեզ մոտ անձրև սկսվեց, բայց ես պատրաստված էի, ճուտիս եմ գցել, ես եմ վերցել, ճուտս անձրևանոց էլ ունի, եթե ուզենա դուրս գաք հայլի, իր անձրևանոցը կա։ Եկել եմ սիքի արկադե, բայց Արմենը քնած է։ Մի քանի բան կգնեմ ու կաշխատեմ շուտ հետ գնամ, որ ինքը արթնանա տանը արդեն։
Մենք հիմա կանգառում ենք։ Կանգառում սպասում ենք, մեր ավտոբուսը կգա 10:10 քանիս ու 40 րոպեում տանը կգնանք։ Ցույց կտամ, թե ինչ է պատրաստելու։ Ayan hamova, lekaya. Lekaya ջուտ։ Լեքա։ Յոգուրտ։ Դառնի։ Ինչ ենք գնել խանութից, սունկա սա։ Ասիական ռեստորանում էի փորձել, ուզում եմ մի հատ էլ տանը սարքեմ, սա էլ է սունկ։ Թվում եմ շատ տեսե, որ ասում են շատ համեղ։ Բուլդակ եմ վերցրել իմ համար, հավի միս։ Սնկերը էսպես են, հիմա ջուրը եռում է արդեն։ Գրել եմ, որ եռա ու եռացրած ջուր կլցնեմ, որի ու իրան կթողեմ այսպես 1 ժամ։ Ջուրը լցրեցինք, հիմա կթողենք 1 ժամ մոտավոր եռացրած ջրի մեջ ու ցույց կտամ իր տեսքը։ Կերել ես արդեն։ Հետա, այդպես։ Ընդհանուր հիմա կկտրատեմ սոխը, ափսոս սոխ չեմ առել, սոխը տունը քիչ էր։ Կկտրատեմ գազարը, կմաքրեմ սխտորը, որ տապակեմ, հետո վրան ավելացնեմ։ Սունկը պատրաստ է։ Այսպիսի տեսք ունի ինքը։ Ազիական խանութից կիմչի էի գնել, չգիտեմ։ Ինքը իսկականում կիմչին ես համնա ունենում, թե լրիվ ուրիշ համա ունենում։ Ջուտից լողացնում եմ, որ գնացեք Բաքուն։ Դե ինձ սիրելիներս այսօր այսքանը, բաժանորդագրվեք իմ ալիքին, գրեք մեկնաբանություններ, դրեք ձեր լայքերը, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն։